Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ պարոն Արման Բաբաջանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Բաբաջանյան, շատ շնորհակալ եմ, որ կրկին անգամ ընդունել եք հրավերը։ Ես խնդրել էի նախորդ անգամ, որ J.D. Vance-ի այցից հետո մենք կրկին անգամ հանդիպենք, ամփոփելու այցը, քանի որ հասարակության մեջ տարբեր կարծիքներ են սկսած նրանից, որ շատ կարևոր է, շատ օգտակար է, շատ հեռանկարային էր Հայաստանի համար, վերջացրած նրանով, որ աղետալի են այս կամ այն, ես կմատնանշեմ, այս կամ այն պայմանավորվածությունները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Սկսեմ J.D. Vance-ի երևի ձևակերպումից, նա ասաց հետեւյալը. ես իսկապես համոզված եմ, որ այսօր սկսվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի գործընկերության նոր փուլ։ Դուք եւս համարում եք, որ այցը գործընկերության մասին է, քանի որ շատերն ասում են, որ սա փորձ է Հայաստանը ներքաշելու Իրանի դեմ, Չինաստանի դեմ, Միացյալ Նահանգների ծրագրերի մեջ։ Համեցեք։ Մենք քանիցս այս մասին խոսել ենք, բայց այժմ դա քննարկվում է։ Հատուկ ընդգծել, որ չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահը, ով առանցքային դերակատար է Թրամփի վարչակազմում, շատ ծանր քաշային քաղաքական գործիչ եւ ամենահավանական տեխնացուն Հանրապետական կուսակցության կողմից 2028 թվականի նախագահական ընտրապայքարի համար։ Եվ չի բացառվում, որ հենց ինքը դառնա Մարկո Ռուբիոյի հետ տանդեմով իրենք մասնակցեն ընտրություններին։ Այսինքն հարցը պիտի մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով դիտարկենք։ Փոխնախագահ, որը ինքը ստորագրում է եւ ինքը այս համաձայնությունների ակունքում է կանգնած, իր հետ նաև շարունակել իր նախագահության շրջանում, հավանական նախագահության շրջանում այս պայմանավորվածությունների իմպլեմենտացիան։ Ես ճիշտ ասած կարծում եմ բոլոր նրանք, ովքեր երեկվա այցը եւ համաձայնությունները արատավորելով են զբաղված, դրանք ուղղակի Հայաստանի դեմ, Հայաստանի մեկուսացման կողմ են եւ Հայաստանի մեկուսացման համար են պայքարում։ Նրանք, ովքեր TRIP-ը համարում են ազգային անվտանգության սպառնալիք, կարծում եմ հենց իրենք են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները եւ մեր բոլորի խնդիրը պիտի լինի այդ տարերին եւ այդ շրջանակներին ուղղակի դուրս դնել մեր քաղաքական միջավայրից։ Որովհետեւ ըստ էության տեղի ունեցան 3 կարևոր ուղղություններով պայմանավորվածությունների վերահաստատում եւ մի կարևոր նոր ուղղության վերաբերյալ բոլորովին նորություն ռազմական համագործակցության մասին է խոսքը, հատկապես հետախուզական այդ միջոցների, որոնք մենք տևական ժամանակ ցանկանում էինք ձեռք բերել։ Ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգներ Հայաստանի պաշտպանության նախարարի մի քանի այցեր են եղել, կար մի փուլ, երբ ընդհանրապես ամերիկացիներ ասում էին, դուք չունեք կարողություն մեր տեխնոլոգիաներով որևէ սպառազինություն պաշտպանել, որովհետև Հայաստանը ունի նաև հանձնառություններ եւ պարտավորություններ ՀԱՊԿ շրջանակներում եւ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ այլ երկրից, եթե Հայաստանը ձեռք է բերում տեխնոլոգիա եւ սպառազինություն, պարտավոր է կիսվել ՀԱՊԿ անդամ իր մյուս դաշնակիցների հետ։ Եվ սա խնդիր էր ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ, ովքեր շատ սիրում են մեզ, շատ ցանկանում են մեզ հետ համագործակցել, բայց ասում են կներեք, դուք իրավական դե յուրե պարտավորություններ ունեք, թեև հասկանում ենք, որ դուք սառեցրել եք ձեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Մեծ Բրիտանիան օրինակ, վերջինը։ Միացյալ Նահանգներն էլ շատ միջև վերջերս հենց այդպես էր վարվում, բայց Միացյալ Նահանգները զուգահեռաբար օգնեց, որպեսզի Հայաստանը այդ տեխնոլոգիաները պաշտպանելու կարողություն ձեռք բերի։ Եվ դրանից հետո վերջին այցը, եթե հիշում եք, սեպտեմբեր ամսին էր Պապիկյանի, օգոստոսի 8-ից հետո հնարավոր եղավ կարևոր այս պայմանավորվածությունները ձեռք բերել եւ Հայաստանը ուղղակի քաշ փողով վճարեց եւ այս կարևոր ձեռքբերումը ունեցավ։
Գիտեք, սա ուզում եմ հատուկ ընդգծել այս հետախուզական միջոցները մեր ամենա մեծ ձախողումների պատճառն է եղել դրա բացակայությունը 44 օրյա պատերազմի եւ սկիզբը եւ ընթացքը ամբողջությամբ ուղեկցվել է կեղծ եւ մոլորեցնող հետախուզական տվյալներով եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահը իր հարցազրույցներից մեկում տենց հպանցիկ ակնարկեց, որ ըստ էության ռուսները մեզ մոլորեցրել են եւ մեր բանակի գործողությունները, որոնք եղել են երբեմն ուղակի բացատրելի կազուսայի, որևէ մեկը չի հասկացել ինչու է օրինակ բանակը հենց այդպես գործում։ Դրանք պայմանավորված են եղել կեղծ հետախուզական տվյալներով, այսինքն Հայաստանը չի ունեցել նաև հուսալի եւ անաչառ հետախուզական տվյալներ, թե օրինակ որ հատվածում են թշնամական կուտակումները, թշնամական ուժերի եւ որտեղ պիտի հարվածները կենտրոնացվեն։ Հիմա Հայաստանը սուվերեն հնարավորություն է ստանում այդքան արտակարգ տեխնոլոգիայի հասանելիություն է ստանում, իսկ սրանով չի ավարտվելու։ Մենք հասկանում ենք, որ կանաչ լույս է վառվել Հայաստանի առջև։ Եվ Հայաստանը, եթե կարողանա այդ պատշաճ կերպով իր կարիքները գնահատի բանակային, պաշտպանական եւ մարտունակության համար, կկարողանա հասանելիություն ունենալ Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցների համար հասանելիք զինատեսակների, ասենք զենքեր, որոնք վաճառվում են Ավստրալիային եւ Հարավային Կորեային։ Դուք պատկերացնում եք դա ինչ առատ արսենալ է սպառազինության։ Եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ պիտի լինի մեր ջանքը, աշխատանքը, իսկ այն ինչ վերաբերում է խաղաղ միջուկային համագործակցությանը, դա աննախադեպ հայտարարություն էր։ Գիտեք, հենց համաձայնագիրը, որը ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, հենց այդ շրջանակին էր վերաբերում 1, 2, 3 այդ ֆորմատով ձևավորված արդեն Միացյալ Նահանգների պահանջների շուրջ կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններին, որտեղ Միացյալ Նահանգները մասնավոր հատվածից սկզբում 5, ապա 4 միլիարդ դոլարի ուրեմն խոստում տվեց։ Ինչու են Ռուսաստանից եղան հայտարարություններ, ավելի վաղ գիտեք ամսի 6-ին Ալեն Սիմոնյանն էր Ռուսաստանում եւ Ռոսատոմի տնօրենը հանդիպել է ազգային ժողովի նախագահի հետ եւ առաջարկել, որ Հայաստանը համաձայնի ուրեմն Ռուսաստանին տրամադրել իրավունքները, բացառիկ իրավունքները նոր ատոմակայան կառուցելու։ Բացի նրանից, որ Ռուսաստանը չի կարող մոդուլային փոքր այդ ռեակտիվ ռեակտորները կառուցել, Ռուսաստանի որևէ փորձ ատոմային էլեկտրակայան կառուցելու, բացի Բելարուսից հաջողությամբ չի ավարտվել, բացառությամբ նրանց, որոնք որ եղել են համատեղ արտադրության Չինաստանում, Հնդկաստանում այդպիսի փորձեր են եղել, բայց դրանք համատեղ նախագծեր են եղել։ Աքքույում Թուրքիայում 2018 թվականից ռուսները չեն կարողանում ավարտել, որտեղ Թուրքիան պահանջում է, որ միջազգային տեխնոլոգիաներ, առաջատար տեխնոլոգիաներ օգտագործվեն այդ ատոմային էլեկտրակայանի մեջ, ինչը ռուսներին չի տրվում, որտեղ Ռոսատոմը պատժամիջոցների տակ է։ Ինչ են ասում ռուսները մեզ։ Ռուսները ասում են, որ գործող ատոմակայանի գործողության ժամկետը մենք 10 տարով կերկարաձգենք միայն մի դեպքում, եթե մեզ տակ հնարավորություն եւ իրավունք, բացառիկ իրավունք 2036 թվականին կառուցելու նոր ատոմային էլեկտրակայանը։ Այսինքն ռուսները հրաժարվում են գործող ատոմային էլեկտրակայանի կյանքը երկարաձգել 10 տարով, եթե նրանց չի տրվելու այդ իրավունքը։ Եվ հիմա Երևանը կարծում եմ ողջամիտ կլինի, որպեսզի ամերիկացիների հետ բանակցի եւ այնպես ինչպես Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, որտեղ ռուսները փորձ ունեն
խորհրդային մոդելի ատոմային էլեկտրակայան կառուցելու ամերիկացիներն են եղել են հիմնական մասնագիտական խմբեր են տրամադրել այդ երկրներին, որոնք ի վիճակի են եղել երկարացնել գործող ատոմակայանների կյանքը։ Ռումինիայում այդպիսի փորձ կա, նաև Բալկանների այլ հատվածներում, կարծում եմ սա պիտի լինի լավագույն ելքը։ Այլապես ռուսները հրաժարվում են գործող ատոմային էլեկտրակայանի երկարաձգման ուրեմն կյանքը երկարացնելու ուղղությամբ որևէ աշխատանք տանել։ Սա նշանակում է, որ հենց սկզբից արդեն անառողջ համագործակցության փորձ է, շանտաժ է ըստ էության։ Մենք սա կանենք, եթե դուք մեզ այս իրավունքը տաք։ Հայաստանն էլ որոշել է առավելապես ուրեմն հայտարարել է դիվերսիֆիկացման մասին եւ ոչ միայն արտաքին քաղաքականության, նաեւ տնտեսության, էներգետիկայի եւ իհարկե Միացյալ Նահանգների հետ այս համագործակցությունը հնարավորություն է նաեւ էներգետիկ խայտառակ կախվածությունը, տասնամյակների կախվածությունը նվազեցնել։ Սա հնարավորություն է Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության մի բոլորովին նոր մակարդակի հասնել։ Մենք հասկանում ենք, որ ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր կախվածությունների ամենամեծ չափաբաժինը եւ ոլորտը վերաբերում է էներգետիկային եւ գազին։ Եթե մենք գոնե կարողանանք էներգետիկ կախվածությունը էապես նվազեցնել, դա շատ ավելի ամուր դիրքերի վրա կդնի Հայաստանին եւ մեր հարաբերությունները որակապես դրանից միայն կշահեն։ Ինչ է պետք այստեղ անել, կարծում եմ, այո, իրողություններ են, որոնք որ այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունից հնչել են, որոնք մենք պիտի հաշվի առնենք։ Այո, հարավկովկասյան երկաթուղիները ռուսական կոնցեսիայի ներքո են։ Այո, Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ։ Այո, ռուս սահմանապահները շարունակում են Իրանի հետ սահմանի վրա մնալ։ Այո, Ռուսաստանը ցանկանում է տրիպին այս կամ այն կերպ մասնակցել եւ պահանջում է, որ Հայաստանը կիսվի հնարավոր են պարամետրերով, որոնք որ ռուսները հնարավոր կդարձնեն ռուսների մասնակցությունը, այսինքն մի բան, որը ուղղակի կխափանի տրիպը եւ ընդհանրապես այդ նախագիծը։ Այս իրողությունները հաշվի առնելով ես կարծում եմ ոչ թե պետք է առհամարել դրանք, այլ պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ իրողությունները չեզոքացնել։ Օրինակ, ինձ համար դեռևս հասկանալի չէ, թե մենք օգոստոսի 8-ից հետո ինչպես ենք թույլ տվել, որ շարունակեն ռուս սահմանապահներ մնալ հայ-իրանական սահմանին։ Ընդհանրապես հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահներն ինչի համար են կանգնած։ Սա Թուրքիա չի, էլի։ Հայաստանի եւ Իրանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններ են, եթե չասեմ նույնիսկ ավելի խորը եղբայրական հարաբերություններ։ Եվ մենք այն սպառնալիքը, ինչ որ մշտապես ունեցել ենք Թուրքիայից, չենք ունեցել ու երբևէ մեր մտքով չի էլ անցել, որ կարող ենք ունենալ Իրանից։ Եվ այդտեղ պատշաճ տեխնիկական հագեցվածության պարագային հայ սահմանապահները շատ հանգիստ կարող էին իրենց առաքելությունը իրականացնել։ Իմ ունեցած տեղեկություններով որևէ համաձայնագրով նախատեսված չէ ռուս սահմանապահների այդտեղ գտնվելը եւ կարծում եմ, որ Հայաստանի առաջին գործը Զվարթնոցից ռուսներին դուրս բերելուց հետո եւ նաեւ հայ-իրանական սահմանի անցակետից դուրս բերելուց հետո պիտի լիներ հենց ռուս սահմանապահների դուրսբերումը սահմանից, որովհետեւ ըստ էության հիմա իրենք ասում են մեր սահմանապահները այդտեղ են, դուք չեք կարող առանց մեզ հաշվի առնելու տրիպ նախագծել։ Իսկ գիտեք, հիմա աշխատանքային խմբեր են ամերիկյան այս տարածաշրջանում, որոնք ուսումնասիրում են տեղանքը, ուզում են հասկանալ ինչ թունելային աշխատանքներ պիտի լինեն, ինչ քանդման աշխատանքներ պիտի լինեն, ինչ շինարարական աշխատանքներ պիտի լինեն։ Այս իմաստով տևական քաղաքական խորհրդակցությունների հարցեր կան, որտեղ հասկանալի է, որ հիմա ռուսների հետ ավելի դժվար կլինի խոսել, քան դա հնարավոր էր անել օրինակ մի տարի առաջ, երբ շատ հեշտությամբ իրենք Զվարթնոցից էլ դուրս եկան, սահմանային անցակետից էլ դուրս եկան։ Եվ այստեղ իհարկե նյարդերի պայքար է լինելու եւ կարծում եմ, որ ոչ միայն մենք պիտի խոսենք ռուսների հետ։ Ռուսների հետ պիտի խոսեն նաեւ ամերիկացիները։ Իդեպ ասեմ, որ օգոստոսի 8-ի խոսակցության փակ խոսակցության մի դրվագ վերաբերում էր նրան, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման այս փաթեթի մեջ Միացյալ Նահանգներ Մոսկվա
կա կոմունիկացիա, կա խողովակ, որտեղ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում, որ կարող է ռուսների հետ հասնել համաձայնության եւ ռուսները որևէ պրետենզիա, որևէ հավակնություն չունենան ուրեմն տրիպի ուղղությամբ։ Մինչդեռ իրանական մասով մենք էինք պարտավորություն վերցրել, որ Իրանում որևէ անհանգստություն չպիտի լինի եւ մենք պիտի հավաստիացնենք Իրանի մեր գործընկերներին, որ իրենց շահերը որևէ կերպ չեն անտեսվելու եւ չեն ոտնահարվելու։ Հակառակը այս նախագծերից եւ տեխնոլոգիական, եւ էներգետիկ, եւ կոմունիկացիոն ճանապարհների ապաշրջափակման վերաբերող այս բոլոր պայմանավորվածություններից Հայաստանը անգամներով ավելացնում է իր անվտանգության մակարդակը։ Իսկ քանի որ Իրանը միշտ հայտարարել է, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է, մենք ուզում ենք հավաստիացնել իրանցի մեր գործընկերներին, որ մեր անվտանգությունը ավելացնելով մենք անուղղակի եւ ուղղակի ամրապնդում ենք նաեւ Իրանի հյուսային սահմանը գոնե մեր 43 կիլոմետր այդ ամբողջ երկայնքով։ Սա չափազանց կարևոր է, որ մենք դրա մասին խոսենք, աննախընթաց նորություն Վենսի կողմից, որը փաստորեն ազդարարեց Հայաստանում տեխնոլոգիական համագործակցության այն շրջանակը, որի մասին մենք գիտեինք, որ դա ընդամենը $500 միլիարդ ներդրման նախնական հանձնառություն էր ամերիկյան կողմից, հիմա երկու կարևոր նորություն։ Նախ այդ հանձնառությունը ավելացավ եւս $2 միլիարդ եւ ամենակարևորը այդ կիսահաղորդիչների արտադրության հնարավորությամբ Հայաստանում։ Այսինքն Հայաստանը ոչ միայն ներկրելու է այդ կիսահաղորդիչները, այլև Հայաստանում կարողություններ են ստեղծվելու կիսահաղորդիչներ արտադրելու եւ ամենակարևորը ռեգիոնալ արհեստական բանականության տվյալների կենտրոն եւ գործարան ունենալու։ Հիմա կասեք, ինչ կապ ունի ատոմակայանը, արհեստական բանականության այդ տարածաշրջանային կենտրոնը, այս ճանապարհների ապաշրջափակումը խաղաղության եւ անվտանգության հետ։ Ես ասեմ, որ բացառիկ մի իրողություն է առասարակ հայ-ամերիկյան մեկամյա, այսպես պիտի ասեմ, վերջին մի տարվա հատկապես համագործակցության արդյունքը, ըստ որի ամերիկացիները կարողացել են ակնդետ ուշադրությամբ ուսումնասիրել Հայաստանի բոլոր առավելություններն ու ուրեմն ունեցած խոցելի կողմերը։ Եվ ըստ այդմ ամերիկացիները կարողացել են ստեղծել մի ֆորմուլա, որը Հայաստանին տալիս է բացառիկ դեր եւ կախվածություններ է ստեղծում, որը մի քանի անգամ բարձրացնում է Հայաստանի վրա հարձակման գինը։ Մի բան, որի մասին օրինակ 2 տարի առաջ մենք խոսում էինք եւ անընդհատ քննարկում էինք, որ ինչպես բարձրացնել Հայաստանի վրա հարձակման գինը։ Ահավասիկ։ Միացյալ Նահանգների ահռելի ներկայություն, Միացյալ Նահանգների տեխնոլոգիական աջակցություն, էներգետիկ հզորության համատեղ ուրեմն ենթակառուցվածքի ստեղծում, կառուցում եւ տեխնոլոգիական այսպիսի հզոր ներկայություն, ռեգիոնալ ներկայություն, որ Հայաստանին բացառիկ կարևոր է դարձնում ամբողջ տարածաշրջանում։ Պատկերացեք, որևէ խոցում, որևէ հարձակում Հայաստանի նկատմամբ կնշանակի ամբողջ տարածաշրջանի արհեստական բանականության տվյալների ուղղակի խափանում։ Դա նշանակում է կանգնում է տարածաշրջանը։ Այ Միացյալ Նահանգները կախվածություններ ստեղծելով Հայաստանից, քանի որ Հայաստանը փոքր կոմպակտ երկիր է եւ իր ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ կայունությունը Միացյալ Նահանգների համար կարեւոր արժեք է, իսկ ես շատ պիտի ուզեի, որ դուք J.D. Vance-ի այդ կարեւոր բնորոշումները Հայաստանի վերաբերյալ մեջ բերեիք, որոնք վերաբերում են մեր քրիստոնեական անցյալին, մեր քաղաքակրթական նշանակությանն ու կարևորությանը, որը ինքը համարում է իրենը
որպես քրիստոնյա, որպես այդ գաղափարները, կոնսերվատիվ գաղափարները կրող, սրանք չափազանց կարևոր իրողություններ են, որոնք գալիս են ամբողջացնելու այն քաղաքական որոշումների եւ նախագծերի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունները, որի մասին մենք հիմա խոսում ենք։ Հետևաբար, այս բոլորը հենց այնպես չեն, որ մենք հիմա մեկ էլ խոսում ենք տեխնոլոգիական համագործակցության մասին, խոսում ենք արհեստական բանականության այս կարևոր ֆաբրիկայի մասին, խոսում ենք էներգետիկ համագործակցության մասին, սրանք ամբողջացնում են Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը եւ ավելի հաստատուն են դարձնում խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ըստ էության մի բան, որ հիշում եք շատերը ասում էին, այդ պայմանագիրը ընդհանրապես թղթի կտոր է։ Կստորագրվի, կնախաստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակում է սպառազինություն ձեռք բերել եւ այլն։ Մենք ստեղծում ենք այնպիսի հիմքեր, որոնք ընդհանրապես շահեկան չեն դարձնի Ադրբեջանին Հայաստանի վրա որևէ հարձակում գործել։ Եվ այս իմաստով կարծում եմ, որ քաղաքականությունը պիտի շարունակվի։ Իմ մտահոգությունները ավելի շատ չեն վերաբերում այս համաձայնությունների դետալներին։ Իմ մտահոգությունները ավելի շատ առնչվում են մեր երկրի ներսում տիրող քաղաքական միջավայրին։ Չի կարող այս աստիճանի կարևոր համաձայնությունները կապված լինել մի քաղաքական ուժից, մի քաղաքական անհատից եւ մի քաղաքական ընտրական ցիկլից։ Այս ամենավտանգավորն է։ Ես կարծում եմ Փաշինյանից է կախված այսինքն։ Այո, մեկ քաղաքական ուժ ասելով, քաղաքացիական պայմանագիր, որը եւ սա չափազանց կարևոր է, որպեսզի առաջիկա ընտրական գործընթացները լինեն հենց այս կարևոր համաձայնության շուրջ կոնսոլիդացիա ստեղծեն քաղաքական ուժերի եւ այն քաղաքական ուժերը հայտնվեն խորհրդարանում, որոնք տարբեր կերպ բայց համախոհ են, որ սա այլընտրանք չունեցող Հայաստանի դիմակայունությունը ամրապնդող համաձայնություններ են եւ որպես ընդդիմություն եւ որպես իշխանություն հանձնառու լինեն եւ պատասխանատու լինեն այս համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ ոչ թե մենք ազգային ժողովում քննարկենք օգոստոսի 8-ը եւ տրիպը ազգային անվտանգության սպառնալիք է թե սպառնալիք չէ այլ այդ հարցը թողնենք այլևս անցյալում եւ գնանք նրան որ մենք այս համաձայնությունները իրագործելու ենք եւ ընդդիմությունն էլ իր հարցապնդումներով իր ներկայությամբ ավելի որակ եւ ավելի արագություն պահանջի գործող իշխանությունները։ Թերահավատություն են եւս կարող բարձրաձայնել, անհանգստություն կարող են բարձրաձայնել։ Ես նախաբանում ասացի, որ կան այո մտահոգություններ սոցցանցերում տարածվում են կարծիքներ, որոնց հետ երևի թե որոնց եւ պատասխանել է պետք, եթե դուք հարկ եք համարում պատասխանել ձեր տեսակետը։ Դե ճիշտ ասած ես չեմ էլ կարծում, որ այդ տեսակետները հայաստանյան ծագում ունեն, որտեղ ոչ պատահականորեն այսօր առավոտյան արդեն Ռուսաստանի արտգործնախարարությունը մատնանշել է այն ուղղությունները, որոնցով պետք է անհանգստություն հայտնել Հայաստանի սոցիալական մեդիայի դաշտում։ Հասկանալի։ Այսինքն իրենց ներկայացուցիչներին ուղղակի ֆաս հրամանն են տվել, ասել են անհանգստացեք։ Այս ուղղություններով անհանգստացեք։ Դե կոնկրետ երկու անհանգստություն ես կարող եմ բարձրաձայնել, առաջինը այո դուք ասում եք, չէ, լավ, դուք ասում եք հետախուզական թռչող սարքերի կարևորության մասին, դրա մասին Վենսն է ասել, ընդ որում նախ առաջին հարցը նա ասել է հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին, խոսք գնում է ռազմական տեխնոլոգիաների մասին, թե պարզապես այդ մեկ հետախուզական թռչող սարքի մասին, շատ չեն ուռճացնում իրավիճակը կամ պատկերը, երբ ասում են սա ռազմական տեխնոլոգիաների վաճառք է, մենք ռազմական տեխնոլոգիաներ ենք ձեռք բերելու, առաջին հարցը։ Մենք արդեն ձեռք ենք բերել եւ այն ինչ որ նախորդային վարչապետը եւ Միացյալ Նահանգների փոխնախագահը տեսնում, հետևում էին, զննում էին այդ դրոնային համակարգը, հետախուզական դրոնային համակարգը
հենց այդ տեխնոլոգիան է։ Եվ ավելին, Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ այս պահին ուսումնասիրում է մեր կարիքները։ Հայաստանի բանակը ինչի կարիք ունի, Բարի, դա առաջին հարցն է։ Այսինքն այս տեխնոլոգիաների ձեռքբերումը ինքնին ցույց է տալիս, որ կանաչ լույս է վառվել Հայաստանի առջև։ Հայաստանը կարևոր գործընկեր է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը կարևոր հայտարարություն արեց, որ մեզ համար չափազանց կարևոր է խաղաղությունը։ Իսկ խաղաղությանը հնարավոր է հասնել, ինչպես Թրամփն է ասում, ուժով։ Այո, ես մեջ վերեմ։ Զսպման, այո, այնպիսի կարողություններով, որոնք անհնար կդարձնեն Հայաստանի նկատմամբ որևէ հավակնություն, որևէ ոտեցություն։ Վենսը այդ հատվածում ասաց հետևյալը, եւ դա օգտագործվելու է ռազմական տեխնոլոգիաները դա օգտագործվելու է Հայաստանը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունը ապահովելու համար։ Այսինքն սա որոշակի կարելի է նաև ուղերձ Ադրբեջանին համարել, այո։ Ով կուզի թող հասկանա։ Այդ ռազմական տեխնոլոգիաների մասնավորապես հետախուզական սարքերի հետ կապված ասում են Իրանը կարող է անհանգստանալ Իրանի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակում հետախուզական տեխնոլոգիաներ տալ Հայաստանին, արդյոք չի նշանակում փչացնել հայ-իրանական հարաբերությունները։ Հայ-իրանական հարաբերությունները երբեք չեն կարող փչանալ, որովհետև Հայաստանում չի կարող գտնվել գեթ-մեկ ուժ, կլինի քաղաքացիական պայմանագիր, թե այլ որևէ քաղաքական ուժ, ով կարող է խոսել հայ-իրանական հարաբերությունների այսպես վատ թարացման մասին կամ դրանց ոչ բարեկամական բնույթի մասին։ Կամ արդյոք եթե Իրանի հարևան ես դու չպետք է ունենաս հայ-իրանական հարևանությունը եղբայրություն է եւ ես կարծում եմ, որ մենք մշտապես անկեղծ ենք եղել Իրանի հետ եւ որևէ երրորդ երկրի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել Իրանի դեմ եւ չեն կարող լինել։ Անկախ նրանից, որ Իրանը շատ կարևոր դերակատարություն է ունեցել վերջերս Սյունիքի հարցում, անկախ նրանից, որ Իրանը նաև երբեմն զգուշավոր չեզոքություն է հանդես բերել հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղյան հակամարտությունների վերաբերյալ։ Մենք հասկացել ենք, որ Իրանը արել է իր լավագույնը եւ առավելագույնը։ Եվ մենք չենք պահանջել Իրանին անել ավելին։ Մենք մտածել ենք, որ Իրանի կարողությունները այդ պահին այդքան են։ Անկախ դրանից չպայմանավորելով դրանով, մենք միշտ Իրանի հետ ձգտել ենք եւ շարունակելու ենք ձգտել ունենալ լավ հարաբերություններ։ Իրանի հետ Միացյալ Նահանգները անցյալ շաբաթ կարևոր բանակցություններ են անցկացրել, միջնորդավորված։ Օմանում միաժամանակ գտնվել են Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչները, իր փեսան եւ Վիտկոֆը եւ Իրանի արտգործնախարարը։ Նախորդին Թուրքիայի արտգործնախարարը ասաց, որ ռազմական ճանապարհ Իրանի հակամարտության կարգավորման կարծես այս պահին այլևս չկա։ Այսինքն երկու կողմերն էլ հակված են խոսելու։ Իսկ դա նշանակում է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների բոլորովին նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ է դրվում։ Միացյալ Նահանգները եւ Իրանը արդեն ուղիղ խոսելու պատուհան ունեն։ Դե դեռ անուղղակի են խոսում, այո, բայց ես կարծում եմ, որ քանի որ Միացյալ Նահանգները մեզ համար չափազանց կարևոր ստրատեգիական գործընկեր է եւ մենք ասում ենք, որ նույնքան կարևոր է Իրանը, մեզ համար չափազանց կարևոր է, որ մեր ստրատեգիական գործընկերը մեր բարեկամ եղբայր Իրանի հետ կարողանա խոսել։ Եվ այդտեղ կարծում եմ, որ ավելորդ լարումներ գտնելու պատճառներ, այսպես մարմաճը անտեղի է եւ այն ինչ որ մենք ձեռք ենք բերել ամենևին չի կարող ուղղված լինել Իրանի դեմ։ Այս են փորձեն են, երբ հիշում եք եվրոպացի քաղաքացիական դիտորդները տեղակայվում էին Ադրբեջանի հետ սահմանին, ռուսները Զախարովան եւ իրենց ամբողջ այս հայաստանյան գործակալական այդ շղթան միաբերան ոռնում էին, թե այդ եվրոպացի դիտորդները Իրանի դեմ հետախուզ
հետախուզական տվյալներ են հավաքագրում եւ այլն եւ այլն։ Հայաստանը հավաստիացրեց այդ պահին, որ այդպիսի նպատակ չկա եւ այդ նպատակը մենք կչեզոքացնենք, եթե այդպիսի նպատակ կա։ Իբնե եւ ասեմ, որ թե եվրոպացի գործընկերները, թե ամերիկացի գործընկերները միշտ ըմբռնումով են հասկացել Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զգայուն լինելը եւ հասկացել են, որ մենք Իրանի հետ մեր սահմանը կոչել ենք կյանքի ճանապարհ, մենք երբեք չենք մոռանալու Իրանի ձեռք մեկնած օգնությունը ամենածանր մեր տարիներին եւ դա ուղեկցելու է տրամադրությունը ուղեկցելու է մշտապես հետեւաբար այդտեղ իհարկե հիմա ռուսներն էլ կան հանգստանան Իրանի մեր գործընկերների փոխարեն շատ կարեւոր է որպեսզի եւ անվտանգության խորհրդի քարտուղարը եւ արտգործնախարարը արագ կոմունիկացնեն այս հարցերը Իրանի գործընկերների հետ, պաշտոնյաների հետ եւ այս անհանգստությունները, որոնք դեռ Իրանից մենք ոչինչ չենք լսել, ավելի շատ Երևանից են անհանգստանում եւ Մոսկվաներից, քան Իրանից։ Եվ այս անհանգստությունները թույլ չտանք, որ թափանցեն նույնիսկ Իրան։ Մենք իբնե դրանք չեսոքացնենք։ Հաջորդ անհանգստությունը կապված է այդ մոդուլային ռեակտորների, ատոմակայանների հետ եւ ասում են սա աղետ է, չփորձարկված են, դրանք չեն փորձարկվել եւ Միացյալ Նահանգները Հայաստանում են դա փորձարկում։ Այստեղ պարզապես հիշեցնեմ նաեւ մենք բանցիկ այդ մասին խոսեցին Գալուզինը, Ռուսաստանը, այսպես ասեմ, որը ներկայացնում է Ռուսաստանը, նա ասում է հետեւյալը. Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր եւ ձևակերպումը հետեւյալն է. ատոմային էներգիայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը իհարկե Հայաստանին է ուղղված, Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ատոմային էներգիայից եւ կիրառել այդ մոդուլային ատոմակայանները, ռեակտորները, որոնք ոչ միտեղ չեն փորձարկվել, ես մեջբերում եմ պարզապես սոցցանցերում ոչ մեկ աղբյուրից վերցված ձևակերպումը, ոչ միտեղ չեն փորձարկվել, փորձարկվում են Հայաստանի վրա։ Եվ աղետ է, նորից աղետ է Հայաստանի համար։ Աղետների մենք փունջ ենք հիմա այստեղ քննարկում, ասեմ որ փորձարկվել է։ Հասարակությունը կարծում է Ռումինիայում կառուցվում է մոդուլային ատոմային էլեկտրակայան Միացյալ Նահանգների կողմից կառուցվող Westinghouse-ի կողմից կառուցվող անցյալ տարի մայիսին Westinghouse-ի պատվիրակություն էր Հայաստանում եւ իրենք ուսումնասիրում էին տեղանքը, իդեպ ասեմ, որ նոր ատոմակայանը եւս կառուցվելու է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի այդ նույն տարածքում, որտեղ բաց տարածք է եւ այնտեղ շատ հարմար է։ Անվտանգության մի քանի անգամ ավելի անվտանգ ենթակառուցվածքի հետ գործ ունենք։ Գումարած հզորությունը, որը Հայաստանը նախանշել է 600 կիլովատ հզորության ատոմային էլեկտրակայանի մասին է խոսքը, ինչը ռուսները ի վիճակի չեն մեզ ապահովել։ Ռուսները 1200 կիլովատ հզորության ատոմային էլեկտրակայան են առաջարկում, իրենք այսպիսի մոդուլային առաջարկ չեն արել։ Թեև Հայաստանը դեռ չի հայտարարել, որ ինքը Միացյալ Նահանգների հետ է կառուցելու։ Տեխնոլոգիաների հասանելիություն ստանում է Հայաստանը, բայց անցյալ շաբաթ հայտարարվեց, որ Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Հարավային Կորեա եւ Միացյալ Նահանգներ շարունակում են առաջարկներ ներկայացնել, Հայաստանը պիտի ընտրի ում հետ է շարունակելու, բայց հասկանում ենք, որ Վենսի հայտարարությունը եւ գումարի վերաբերյալ հայտարարությունը գուցե արդեն նրա մասին է խոսում, որ այլ երկրի հետ դժվար կլինի դրանից հետո շարունակել։ Էներգետիկ անվտանգության մասին, երբ որ ռուսները խոսում են, մենք պիտի նաև կարծում եմ ազնիվ լինենք նույն ռուսների հետ, այդ էներգետիկ անվտանգությունը մեզ սարսափելի կախվածության տակ է դրել եւ մեր տնտեսությունը ուղղակի խեղդվում է այդ անվտանգություն կոչվածից, որովհետեւ մեզ համար դեռևս անբացատրելի պայմաններում մոտավորապես Ռուսաստանի ներքին գներով $120 գազը գալիս է Հայաստանի սահմանին, դրան ավելանում է եւս $300 եւ չգիտենք ինչպես են այդ հաշվարկները արվում եւ հայաստանցի սպառողներին ահռելի թանկ գնով են դրանք հասնում։
եթե դա մենք կոչում ենք անվտանգություն, դա չափազանց Վտանգավոր անվտանգություն է, որովհետև Հայաստանի տնտեսության համար դա ահռելի բեռ է։ Օրինակ, գիտեք, ջերմոցային տնտեսություններ, որոնք գազ են օգտագործում, շատ ծանր հատվածը իրենց ամենամեծ հատվածը ծախսերի հենց գազն է եւ այդեն դեպքում երբ որ օրինակ մեր հարևանությամբ ունենք շատ էժան եւ շատ որակով իրանական գազի հնարավորություն, ինչի չենք կարողանում բերել մտցնել մեր համակարգի մեջ, որտեղ այդ համակարգն էլ է ռուսական սեփականություն, Գազպրոմի սեփականություն, այսինքն Քոչարյանը ամեն ինչ է ծախել ռուսներին։ Եվ այս իմաստով կարծում եմ, որ դիվերսիֆիկացման քաղաքականությունը ահռելի հնարավորություն է ստեղծում շունչ քաշելու։ Ընդհանրապես կարծում եմ, որ մեր էներգետիկ հզորությունը պիտի այնքան մեծանա, որ մենք կարողանանք 2000-ական թվականներին, այսպես բումեր, եթե հիշում եք, փոքր եւ միջին հեկերի, որոնք շատ գյուղական բնակավայրերի զրկեցին ուղղակի գետերից։ Եվ մենք հիմա կլիմայի այս գլոբալ փոփոխությունների պայմաններում ինքներս գնում ենք եւ հանդիպում ենք գյուղական բնակավայրերում, տեսնում ենք, որ այդ ջուրը անցնում է այդ խողովակներով եւ գետերը ուղղակի չորացել են։ Մենք պիտի այնքան էլեկտրաէներգիա գեներացնենք, որ կարողանանք այս հեկերի եւ փոքր եւ միջին հեկերի հարցերը լուծել։ Դրանց լիցենզիայի ժամկետները հենց սպառվեցին, նոր լիցենզիաներ չպիտի տրվեն, որպեսզի ջուրը վերադարձնենք գյուղացիներին։ Սա չափազանց կարևոր հանձնառություն է, որ պետությունը պիտի կատարի։ Եվ սա եւս կարծում եմ գեներացվող էլեկտրաէներգիան վերջերս վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերը պետք է սինխրոնացվեն եւ համատեղվեն։ Սա եւս չափազանց կարևոր խոսակցություն է։ Հայաստանը ընդհանրապես իր բոլոր հարևանների հետ, կարծում եմ մենք ունենք Վրաստանի հետ այդպիսի նախագիծ։ Մենք հիմա աշխատում ենք Իրանի հետ եւ որևէ բան չպետք է խանգարի, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ աշխատենք եւ կախվածություններ ստեղծենք Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայից։ Թուրքիան այսօր պատրաստ է անսահմանափակ էլեկտրաէներգիա ներկրել մի պարզ պատճառով։ Եվրոպացիները, որոնք Թուրքիայի հետ ունեն ընդհանուր մաքսային տարածք, պահանջում են, որպեսզի ածխից արտադրվող էլեկտրաէներգիայի չափաբաժինը իրենց տնտեսության մեջ էապես սահմանափակեն։ Իսկ դա մոտավորապես 28% է։ Իրենց տնտեսության մեջ պատկերացրեք արտադրվող ապրանքների մոտավորապես 28%-ը ստեղծվում է այն էլեկտրաէներգիայով, որը ստացվում է ածխով։ Ուրեմն Եվրամիության պահանջներից է, որպեսզի այդ ծավալը էապես նվազեցվի եւ Թուրքիան պատրաստ է Հայաստանից էլեկտրաէներգիա ձեռք բերել։ Ես կարծում եմ, որ սա պիտի լինի մեր հիմնական ուրեմն նաեւ ուղղություններից եւ իհարկե միանալ եվրոպական էներգետիկ համակարգին այն կաբելով, որը պիտի անցնի Սևծովի հատակով եւ պիտի դեպի Բուլղարիա, դեպի Ռումինիա ուղղվի եւ սա եւս անվտանգության հավելյալ բարձիկ պիտի հանդիսանա Հայաստանի համար։ Եթե մենք դա կառուցում ենք ռուսների հետ, մենք չենք կարող այս հեռանկարների մասին նույնիսկ հույս ունենալ, որովհետև նախ շատ կասկածելի է, որ ռուսների հետ մենք այդ կառուցվող ատոմակայանը կկարողանանք ամբողջացնել, որտեղ ինչպես նշեցի 18 թվականից Աքույու ատոմակայանը չեն կարողանում ռուսները ավարտել Թուրքիայում։ Եվ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանում կսկսվի եւ կավարտվի։ Երկրորդ, մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները մերթ այնքան են մերձենում, իսկ մենք չենք մոռանում, չէ, որ ատոմական փակելու պահանջ էր դրած եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ չենք կարող նաեւ համոզված լինել, որ Ռուսաստանը որոշի Թուրքիայի այդ պահանջը օրինակ լռությամբ ուղղակի չկատարել։ Մեզ հետ պայմանավորվի ատոմակայան կառուցել, բայց թուրքերի հետ էլ որոշի, որ չի կառուցելու եւ արդյունքում մենք Ռուսաստան, եւ Հայաստանը զրկվի այդ կարևոր անվտանգության բարձիկից։ Այսինքն մենք պիտի քաղաքականության մեջ բոլոր այս պարամետրերը հաշվի առնենք։ Միացյալ Նահանգների հետ չունենք այդ տեսակ ռիսկ։ Նվազ ռիսկը ռուսների հետ մենք պիտի հաշվարկենք եւ պիտի ճիշտ քայլեր
իրականացնել։ Դեք ասեն Ռուսաստանից կախվածությունից ուզում եք ազատվել, գնում եք Միացյալ Նահանգներից եք կախվածության մեջ ընկնում։ Դե ամբողջ հարցը նրանում է, որ ռուսների հետ ունեցած կախվածությունները մեզ համար քաղաքական շատ ծանր գին են արժեցել։ Միացյալ Նահանգները մեզ կախվածություն պետական պետությունից կախվածություն չի ստեղծում, մասնավոր ներդրումներ են ներգրավվելու եւ իդեպ Վենսի խոսքը հատուկ շեշտվեց, որ մենք մասնավոր ներդրումներ ենք խոստանում, որոնք քաղաքական կախվածության մասին բիզնես կախվածություններ են լինելու, հակառակը դրանք հնարավորություն են տալիս, որպեսզի Հայաստանը ավելի ինքնուրույն եւ ավելի ինքնիշխան դառնա, որքան շատ խաղացողներ լինեն այստեղ։ Իսկ այդտեղ Ռուսաստանի համար տարածք չի մնացել։ Ռուսաստանը Հայաստանում այնքան տնտեսական ներկայություն ունի, այնքան էներգետիկ ներկայություն ունի։ Եթե մենք հիմա այս ներկայությունը ավելացնենք, ուրիշներին ուղղակի տարածք չենք թողնի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շնորհակալ եմ զգայուն հարց ցեղասպանության թանգարան այցելելը եւ հուշահամալիր այցելելը, միշտ հետևում ենք դա որոշակի ուղերձ ենք համարում տվյալ երկրի, եթե պատվիրակությունը գալիս է եւ այցելում է։ Այս դեպքում եւս բոլորս հետևում ենք, թե ինչ է անելու Վենսը այս հարցում, Վենսը տիկնոջ հետ այցելեցին եւ այսպիսի գրառում այո թողեցին հյուրերի գրքում, նախ նշեցին նահատակվածների հիշատակին հարգանքը, խորը հարգանքը
Եվ ասացին հետևյալ, գրեց հետևյալ ձևակերպումը հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին մատնանշեց, թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության փոխըմբռնման ապագայի, այսինքն խաղաղություն փոխըմբռնում Միացյալ Նահանգներ Հայաստան եւ դրա հետ մեկտեղ հայ ժողովրդի տոկունություն անսասան ոգին խորհրդանշական է դա, պետք է դրան ուշադրություն դարձնել, թե դա պարզապես պրոտոկոլ է։ Դե կարևորը այստեղ աղետ չենք տեսել, Չէ, դեռ չի։ թեև կային կանխատեսումներ, որ Պենսը չի գնալու ցեղասպանության հուշահամալիր, ինչը նախատեսված է պետական այցերի համար։ Չէր կարող չգնալ, որովհետև եթե պետական այցով է որևէ պաշտոնյա Հայաստանում, պարտավոր է այցելել։ Այցը պրոտոկոլ է, այսինքն։ Չափազանց կարևոր։ Գրառումը Դե կարծում եմ, որ հյուրերի այդ գրանցամատյանում ցանկացած գրառում կարևոր է։ Դե գիտեք, Տրամպի վարչակազմի առաջին շրջանում եւ Կոնգրեսը եւ Սենատը ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, բայց ցեղասպանության ճանաչումը վերջնականապես ամրագրվեց Բայդենի վարչակազմի ժամանակ եւ դա մեր ամենածանր ժամանակն էր 20 թվականից հետո 21 թվականի գարնանը ապրիլի 24-ին դա շատ կարևոր ուղերձ էր այդ ճանաչումը ըստ էության մեզ հասկացնում էր որ աղետների դեմ դիմակայելու նոր միջոցներ են պետք եւ այն ինչ որ Վենսը ասում է դա հենց այդ ակնարկն է Ընդհանրապես պատմությունից դասեր քաղելու ժամանակն է։ Մենք այդ իմաստով լավ չենք սերտել մեր պատմությունը։ Եվ դեռևս 100 տարի առաջ մենք կարող էինք թերևս պակաս եղերական ելք նախանշեինք մեր ճակատագրի համար, եթե ավելի ճիշտ գործընկերներ եւ ավելի ճիշտ դաշնակիցներ ընտրեինք մեզ համար։ Ամեն ինչ տեղի ունեցավ նաեւ այնպես որ մենք ծանր մարդկային կորուստներ ունեցանք, որովհետեւ նրանք ում մենք հավատում էինք եւ հույս ունեինք, որ նրանք անհրաժեշտ պաշտպանություն մեզ կտան, անվտանգություն կտան, իրենք մեր հակառակորդների հետ մեր թիկունքում ծանր պայմանավորվածությունների մեջ էին մեր կյանքերի եւ մեր տարածքների հաշվին։ Հիմա Միացյալ Նահանգները բաց ճակատով իր շահերը հետապնդելով եկել է մեր տարածաշրջան եւ մեզ հետ գործակցություն է փորձում հաստատել։ Հայաստանը չի կարող իհարկե մերժել այդ համագործակցության առաջարկը միայն նրա համար, որ Միացյալ Նահանգները իր շահերից ելնելով է եկել այս տարածաշրջան։ Ես կարծում եմ Հայաստանի անելիքը պիտի լինի իր šահերը հնարավորինս քարտեզագրել եւ տեղավորել այն համակարգերի մեջ, այն շահերի այդ պատկերի մեջ, որը Միացյալ Նահանգների առաջնահերթություններն են եւ օրակարգերն են։ Եթե մենք կարողանում ենք համադրել մեր շահերը Միացյալ Նահանգների այսօրվա շահերի հետ, քավլիցի այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, որ մենք պիտի Եթե ասեցիք, իսկ կարողանում ենք։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք եւս աշխատենք մեր կարողությունները բարձրացնելու վրա, որովհետեւ մեզ ընձեռված հնարավորությունները եւ մեր ներքին ինստիտուցիոնալ կարողությունները չափազանց սահմանափակ են եւ անհամարժեք։ Օրինակ այսօր կոռուպցիայի համաթիվն է հայտարարվել, Հայաստանը 46-րդ տեղում է, ըստ էության ոչ առաջընթաց ունենք, ոչ նահանջ ունենք, մինչդեռ ես կարծում եմ, որ պետության գլխավոր հանձնառությունը պիտի լիներ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի։ Մենատեպս այդ դրոշով էին։ Գոնե 18 թվականին հենց դրանով են եկել։ Դա էր իրենց դրոշը։ Եվ մենք հիմա խոսում ենք բազմամիլիարդ օրինակ ներդրումային նախագծերի մասին, այս դատական համակարգով։ Սա մի խայտառակություն է։ Եվ եթե մենք երկրի ներսում չունենք ինստիտուտներ, որոնք կարող են սպասարկել այս կարևոր համաձայնությունների իրականացումն ու կենսագործումը, դա չափազանց մեծ կոնֆլիկտ է լինելու, որովհետև ցանկացած ներդրող շատ ավելի հանգիստ է, երբ որ կարողանում է իր ներդրումը պլանավորել
երկարաժամկետ կտրվածքով եւ երբեք չի մտածում, որ ինքը կարող է առերեսվել մի դատական իշխանության, որտեղ չի կարող վիճարկել իր սեփականությունն եւ իր ներդրումը։ Եվ սա լրջագույն խնդրեմ է։ Եվ ես չէի ուզի, որպեսի որևէ ծրագիր, որևէ համաձայնություն խափանվեր, այսպիսի օրինակ ներքին ինստիտուցիոնալ անկարողության պատճառով։ Մենք պիտի աշխատենք ներսում մեր համակարգ պետական ինստիտուտները հասցնել այնպիսի կատարյալ մակարդակի, որոնք ի վիճակի կլինեն այս համաձայնությունները կենսագործել եւ ավելի մնայուն ու հարատև դարձնել։ Բայց այդ բարեփոխումների մասին խոսելով հաճախ խոսում էին Եվրամիության անդամակցության ճանապարհին անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Արդյոք մենք մոռացել ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը շարունակել Մենք չենք մոռացել։ Այն մոռացողներին պետք է անընդհատ հիշեցնել։ Մենք էլ դրա համար ենք, որպեսզի այն օրենքը, որը նաև մեր կուսակցության ջանքերով ստորագրահավաքի արդյունքում Հայաստանի Եվրոպական միության անդամակցության մեկնարկի մասին օրենքը ընդունվեց անցյալ տարի ճիշտ այս ժամանակներին մարտ ամսին։ Մենք ուրեմն կարողանանք նաև մեր ներքին կառուցակարգերը պետական ինստիտուտները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար Եվրամիության անդամակցությունը հենց դրան միայն կօգնի եւ ավելի ու ավելի կամրապնդի։ Միացյալ Նահանգների վերջին հարցն է, էլի Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ շատ է խոսվել այդ մասին, որ այժմ լարված է փոխհարաբերություններ, իրենք հարցեր ունեն իրար նկատմամբ եւ շատ անգամ մարդիկ հարց են տալիս, արդյոք եթե մենք հիմա Միացյալ Նահանգների հետ են գործընկերությունը այսպես խորացնում, արդյոք դա չի նշանակում հետ նահանջել Եվրամիությունից։ Ամենևին, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև այս պահի արճակատումը, որը մեծապես պայմանավորված է միգրացիոն ճգնաժամով, Ուկրաինայով եւ այլն, դրանք մեզ հետ չեն առնչվում։ Մենք ունենք բացառիկ երկու ուղղություն արևմուտքի հետ աշխատելու, եւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիության առանձին անդամ երկրները, ում հետ մենք օրինակ Գերմանիայի հետ ստրատեգիական գործընկերության օրակարգ ունենք, Մեծ Բրիտանիայի հետ արդեն շատ լավ օրակարգ ենք նախանշել, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն, Ֆրանսիայի հետ կունենանք առաջիկա մայիսին ստրատեգիական գործընկերության վերաբերյալ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանավորվածություն։ Այս բոլոր ուղղություններով Հայաստանը ազատ է եւ Միացյալ Նահանգների հետ աշխատելու, եւ Եվրոպական միության հետ աշխատելու, եւ ոչ եվրոպացիները խնդիր ունեն մեր ամերիկացիների հետ գործընկերության խորացման վերաբերյալ։ Հակառակը նրանք միայն ուրախ են, որ այս համաձայնություններով վերջապես հնարավոր եղավ Հայաստանում այսպիսի հաջողությունների հասնել եւ խաղաղության հաստատման ուղղված իրական գործնական քայլեր ձեռնարկել եւ նաև ամերիկացիները որևէ խնդիր չեն տեսնում եվրոպացիների հետ մեր գործակցությամբ ամենևին Ռուսաստանն է տեսնում։ Գիտեք, կարծում եմ, որ այդտեղ այո խնդիր կա, բայց այստեղ կա նաև Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների հարցը եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ երկխոսությամբ փորձում են ուրեմն Ուկրաինայում հասնել խաղաղության եւ շատ լավ է, որ մենք Ռուսաստանի հետ չունենք նախկին հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, խոսում են ռուսների հետ եւ չի բացառում, որ շատ հարցեր լինեն, որ մենք խնդրենք, որ ամերիկացի մեր գործընկերները խոսեն ռուսների հետ որոշակի հարցերի վերաբերյալ։ Ժամանակին կար այդպիսի բան, ասեմ ձեզ, ԵԱՀԿ գագաթնաժողովում մշտապես կար Միացյալ Նահանգներ Ռուսաստան ձևաչափով այսպես գագաթնաժողով էր տեղի ունենում եւ օրինակ հայ դիվանագետներին ամերիկացիները հարցնում էին ինչ հարց կա, որ կուզեք մենք առաջ մղենք ռուսների հետ մեր ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ եւ կար այդպիսի կոմունիկացիա երանի գա այդ ժամանակը որ այս արճակատումը այս դիմակայությունը այս մրցակցությունը փոխարինվի համագործակցությամբ դրանից միայն մենք կշահենք միայն տարածաշրջանը կշահի բոլորս շատ ավելի խաղաղ եւ անվտանգ կապրենք
Շատ շնորհակալ եմ այսօրվա Ես եմ շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ էինք զրուցում զրուցվարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ընձեզ։